Դեմքի ամենայն լրջությամբ Օսլայած ու ճեպ ճերմակ վերնաշապիկով Բաքվի ռազմական դատարանում հայտնված երկու հայերը պատմում են, թե Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտում ինչպիսի զինված խմբավորումներ ու ռազմական պահեստներ է ստեղծել, հականապատում կազմակերպել, հակաադրբեջանական արշավ իրականացրել։ Զուգահեռ իրականությունում հյուծված Վարդանյանի նոր կադրերն են, որոնք էլի ցնցել են հայ հանրությանը։ Երկու այսպես կոչված վկաներին արցախցիները միանգամից ճանաչեցին։ Նրանք Ստեփանակերտում մնացին բռնի տեղահանումից հետո։ Առաջինը Կամո Հայրապետյանն է։ Սոցցանցի օգտատերերը պատմում են, որ Կամոյի հորը ադրբեջանցիները սպանել են Բաքվում։ Հորդին գտել է շտապօգնության հիվանդանոցի դիահերձարանում։ Կամոյին այդ ժամանակ ստիպել են բացատրական ցուցմունք գրել, թե հայրն իբր մահացել է սրտի կաթվածից, մինչդեռ նրա մարմնի վրա դանակի 17 հարված է եղել։ Давай садись. Нет. Как зовут? Меня зовут Миша. Миша. Երկրորդը Մուշեղ Գրիգորյանն է։ Ստեփանակերտում հայտնի գիպսի Միշիկը, որն ըստ օգտատերերի ալկոհոլի հանդեպ մեծ սերունի արդեն տևական ժամանակ։ Это я гипси Мишик. Вот водка, СБС Бодик, вчера мне подарили. Սա Մուշեղի մասնակցությամբ առաջին ներկայացումը չէ։ Ադրբեջանը նրան օգտագործում է ցույց տալու համար, թե բռնի տեղահանումից հետո Արցախում մնացած հայերը որքան լավ են իրենց զգում։ Ничего, все нормально. Живем, да? Հանրությունն անտարբեր չէ։ Մարդիկ գալիս են, զորակցություն հայտնում, կիսվում իրենց մտահոգությամբ ու փորձում հասկանալ, ինչ կարող են անել։ Պատմում է Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որն այս օրերին 10 օրից ավելի հացադուլանող իր ընկերների կողքին է։ Թիվ 1 օրակարգ այսօր Հայաստանում ուղղված է գերիներին եւ դա հենց հասարակության շնորհիվ է իրենց խոսքերով, իրենց հրապարակումներով, մտահոգություններով։ Իհարկե դրա կողքին իշխանությունները շարունակում են իրենց անհասկանալի քաղաքականությունը, թեև հենց այս հանրային ճնշման արդյունքում իրենց ռետորաբանությունը փոխել են, այդ ատելությունից անցել են ինչ-որ մեղայական գալու, բայց փաստը այն է, որ որևիցե էական գործողություն չեն անում։ Այնինչ Բաքուն վերագրում է Ռուբեն Վարդանյանին խայտարակություն է, ասում է Առաքելյանը։ Միջազգային հանրությունը պետք է ականջալուր լինի։ Դատավարական այս աբսուրդը իրականության հետ որևէ աղերս չունի։ Սա քաղաքական դատավճիռ է։ Աբսուրդի ժանրից է, ինչպես է ստացվել, որ պատերազմից հետո հաջողվել է, այսպես ասած, ականապատել արդեն Ադրբեջանի տարածքը եւ ադրբեջանցիները Ադրբեջանի տարածքում ականների վրա պայթել են, այդ ուղղակի աբսուրդի ժանրից է եւ ինչ որ մարդիկ են եկել, ծիծաղելի է, որ ցուցմունք են տվել, որ պայթել են այն ականների վրա, որը տեղադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից։ Հայաստանի ցղվող ազդակները հասնում են հասցեատերերին, վստահ է Առաքելյանը։ Եվրոպական խորհրդարանն այսօր լիագումար նիստում քննարկում է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը։ Հայերի ապօրինի կալանավորումներն, այդ թվում բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները թեմայով քննարկումից հետո հրատապ բանաձևի քվեարկություն է նախատեսված։ Իսկ քրիստոնյա առաջնորդները նամակ են հղել Թրամփին, կոչ անելով օգնել Բաքվից հայերին ազատ արձակելու հարցում։ Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան վկայակոչում է հոշտանգումների մասին հավաստի տեղեկություններ։ Դիմելով Թրամփին նրանք ասում են, հավատում են, որ Սպիտակ տան ղեկավարը միակն է, որը կարող է փրկել քրիստոնյա պատանդներին։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։